Այսօր գուզեմ ցեզի հետ բաժնեկցիլ մեր հավատքին յուրահատկության մասին, որովհետև մենք կտեսնենք, կնկատենք Աստվածաշունչի մեջ, թե Աստված ուրիշ ակնկալություն չունի հավատացյալեն, բացի որ հավատացյալը հավատքով շարժի։ Գիտեք, չէ՞, մենք հավատքով փրկվեցանք եւ այդ հավատքը մեզի Աստծուց դրվեցավ, որբեսի անով շարժինք եւ Աստծո այո ասենք, Եփեսացիս 2:8-ին համաձայն։ Եվ Աստված այդ մեզի տված հավատքը եւ մեր հոժարությունը միասին կգործածե բոլոր մնացած բաներուն համար։ Եվ հետեւաբար հավատքը ամեն բանը առաջ կարևոր է։ Մարդիկ վարժված են եւ հավատ կոչված բանը գրոնական դարձուցած են, ասելու համար ես կհավատամ։ Հավատքը ես կհավատամ ասելու համար չէ, հավատքը ապրելու համար է, հավատքը գործածելու համար է, հավատքը թշնամիին թեմ տնելու համար է, հավատքը ամեն ինչ որ բանի տուն սկզբունքով չես հավատար անոր ոչ ասելու զորություն է։ Հավատքը միջոցն է, որ մենք դակավին կրնանք գործածել ամենամեծ բարիքները ցերկ բերելու եւ Աստծո գամքի երկրի վրա լման դեսնելու համար։ Եվ այս ճշմարտության հետ կապակցաբար մենք կտեսնենք Մարգոս Ավետարանի 5-րդ գլուխի մեջ, որ Սուրբ Օքին Ավետարանիչի միջոցով շատ հստակ եւ գեղեցիկ նամակ մը կփոխանցե հավատքի հետ կապված եւ կշեշտե, թե ինչքան կարեւոր է մեգուն հավատքը։ Եվ ցույց կտա, թե հավատքի միջոցով հավատացյալը կամ անցումը, կամ նույնիսկ հետանոսը կրնամե սահմանները գդրել։ Աստված որևէ ժամանակ, որևէ ադեն գրնա պայմաններ տնել, գրնա այո ասել եւ ոչ ասել, բայց երբ հավատքի գիրառում մգա, աշխատանք մգա, Աստված ոչ չսեր։ Գարձես ոչ չի գրնար ասել։ Եվ բացմությունը շատ հստակ կբատմե։ Եվ այսիկա մեզի գցիկե որ մենք քաչալերվենք եւ մեր հավատքը կործածենք։ Գիտեք, մեր հավատքին թեմ բادرազմը մեծ է։ Մենք բոլորս հավատացյալ ենք, բոլորս Աստծո զավակներ ենք, բայց մեր առօրյան լեցուն բիդակներ դրած է մեր կյանքի մեջ։ Բիդակներ նման որոշումներու, բիդակներ կյանքի ցևի, բիդակներ համոզումներու, եւ մենք եթե ադոնց բռնվենք, մեր հավատքը չենք կնար գործածել։ Մեր հավատքին թեմ բادرազմը ուղագի զենքը բռնած մեկը մեզի թեմ չի բادرազմիր։ Այս աշխարհեն հավատքի թեմ եղող բոլոր արմատներեն, ինչ ավիշ, ուժ, խորհուրդ դուրս կուքա, անոնք են որ կբادرազմին մեր հավատքին թեմ։ Եվ մենք ադոնց սկուշ պետք է լանք ամեն քնով։ Պետք է ճանչնանք, որ մեր հավատքի կյանքը Աստծո կողմէ դրված է եւ այս աշխարհը փոխելու համար դրված է։ Եվ հարցումը հետեւյալը դիտելա, ես ինչ կրնամ մնել հիմա դեռ։ Գիտեք, մեր աղոթներու ընթացքին ավելի կարևոր է Տերոջ ասել դեր ես քեզի համար ինչ կրնամ մնել այսօր, քան ասել դեր այս բանին պետք ունիմ ինձի դուր։ Ավելի կարևոր է Տերոջ ասել դեր ես այսօր հիմա քեզի համար ինչ կրնամ մնել, սիրտիդ մեջ ինչ կփափակիս որ ես քեզի համար անեմ։ Մեր բզիկներուն ասենք սիրտդ ինչ կուզե այսօր։ Աստծո կարևոր է ասենք ինչ կգամի սիրտդ այսօր որ ես անեմ, փոխանակսեմ դեր ինձի բժշկի այսօր։ Որովհետև երբ ես Տիրոջ գամքը ճանչամ պիտի տեսնեմ, պիտի գտնեմ իմ օգուտսալ անոր մեջ։ Եկեք միասին գարտանք 5-րդ գլուխ առաջին համարներեն կսե հետ օլիջին թիմացը կերկեսացիներու երգիրը եկան Հիսուս հազիվ նավագեն ելած ահա իրեն հանդիպեցավ մեկը որ ժայռափոր քերեզմաններեն եկած էր այս մարդը չար ոգի ուներ իր ներսիտին եւ քերեզմաններու մեջ կբնակեր նույնիսկ շղթաներով չէին գնար զինք գաբել Շատ անգամ անոր ոտքերն ու ցերկերը շղթաներով գաբած էին, բայց անիկա խորդագեր էր շղթաները եւ գդրդեր ոտնագաբերը։ Հոս մենք կտեսնենք Տեր Հիսուս դարածքային հարցակում գնե։ Եվ հաշիվ չի դար։ Այս շրջանը, Տեգաբոլիսի շրջանը եւ այս շրջանը կնկատվեր հեթանոսական դիրաբետված շրջանը։ Անոր համար կգտնենք մեջը խոզերը, անոր համար կգտնենք թիվային աշխատանքները,
Անորամար կտեսնենք օդար վարժություններ, հավատքի հերու համոզումներ եւ այլն։ Բայց Հիսուս գորոշե այդ օրը, որ այս թևերուն կողմէ դիրաբետված այս դարածքը մտնե առանց արտոնություն առնելու։ Փամը որ թևերու աշխարհի մեջ համոզված են, որ եթե թևերուն հետ աշխատողները մեկ շրջանեն ուրիշ շրջան երթան, այդ շրջանին վրա դիրող թևերեն պետք է արտոնություն առնեն, որ վերջը մտնեն, այլապես խնդիր գելը իրարու միջև գրիվ գլա։ Չես կնար իր դարածքը մտնել։ Ինչպես աշխարհի վրա կտեսնենք երգիրները մտնելու համար օրենքներ կան։ Չես կնար երգիրներ մտնել առանց այդ օրենքները հարգելու։ Բայց Հիսուս նկատի ունենալով որ ինքը փրկիչն է, իր ունեցած նամակը երկինքի նամակն է, գապ չունի երկրավոր իշխանություններուն, թիվային իշխանություններուն, դիրաբեդություններուն հետը, անիկա ներս կմտնե եւ կտեսնե թեւը մարդու մեջ, որ Աստծո ստեղծած Աստծո պատկերին նմանություն ունեցող մարդներ, կսե դուրս էլ այդ մարդեն։ Թեւը չի հագարագիր։ Չի հագարագիր։ Բայց դժկոհ գլա, դժկոհությունն ալ գահիտնե։ Բորալով, զգետնելով, փրփուր հանելով, բայց գելե մարդու մեջ են։ Ուրիշ ջար չունի։ Բայց չի թատրիր իր ողը, չի թատրիր իր ադելությունը։ Եվ հետևաբար հոս կտեսնենք, որ Հիսուս դարածքային հարցակում գնե շրջանը ազատելու համար եւ այս իր կորձը կատարելով արիտ կուտա, որ մարդիկ սկսին ճշմարիտ հավատքով թիդել Աստծո, ճշմարիտ հավատքով նայել հոգևոր կյանքին։ Եվ գսե միշտ քիշերու ցերեկ այս մարդը կերեզմաններու մեջ եւ լերներու վրա կթափարեր ու գաղաղագեր եւ ինքզին քարով կվիրավորեր, բայց երբ Հերիեն Հիսուսը տեսավ վազեց ծունգի եկավ անոր արջև եւ բարձր ցայնով աղաղակեց ինձ մե ինչ կուզես Հիսուս Փարսիալ Աստծո որդին Աստծո սիրույն զիս մի դանչեր ասիկա գսեր որովհետեւ Հիսուսը հրամայած էր չար ոգին ասելով չար ոգի ել այդ մարդուն մեջ են Հերույեն խոսած էր իրեն ել այդ մարդուն մեջ են Եվ ինքը դժկոհեր, ինքը աղաղակելով գսեր Աստծո որդին էստուն, Սուրբն էստուն, ինչ կուզես, հաջիս Աստծո սիրույն մի դանչեր մեզի, Աստուծմով երթում գնե, որ Հիսուս իրեն չի դանչե, որովհետև գիտեր, որ Հիսուսով իր վերջը ուր է։ Եվ նման է, որ Հիսուս այսպես եթե դեղմը մտնե, ըլլա մեր կյանքերով, ըլլա մեր քարոզներով, ըլլա մեր ծառայություններով այդ դեղի մեջ թիվային ուժերը նույն բաղմուչյան կհանդիպին։ Չեն գնար թիմանալ, իրավունք չունին գենալու ոչ մեկ ցևով։ Հետևաբար կարևոր է, որ մենք այս մեկը իբրև հավատացյալներ նկատի առնենք։ Հավատացյալը գսե, արդյոք ես թևը հանելու իրավունք ունիմ։ Եթե Աստվածաշունչին կհավատաս, այո։ Եթե 4 կողմից սխալ լուրերուն կհավատաս, լեցուն կասկած ունիս։ Եկեք անչես մեկը, որ շատ զորավոր է, որ թևը անե։ Ոչ մեկ անց ինք առանցին թևերեն զորավոր է։ Միակ անձը, որ զորավոր է թևերուն թեմ, այն է, որ Հիսուս Քրիստոսի տված իշխանությունը ջանցած է։ Հետևաբար, եթե ջանցած ես թուն թևերեն զորավոր ես, այլապես ով ես, ինչ ես, կարևոր չէ, քանի հատ դիպլոմ ունիս, ինչ ունիս, թուն թևերեն դգար ես, չես կնար իրեն ստեմ տնել։ Հետևաբար, մենք կարևոր է ջանչնանք, որ թևերը իշխանություն չունին Քրիստոսով մեր ճշմարտությունը խոսել են յետք, որովհետև անոնց հագարագիլը ուղագի թադաբարդությունը գանուխեն իրենց գլուխին հասնիլ է։ Ուզեմ ջանչնակ նաև թևերուն անկուտ վիճակը, ուզեմ նաև ջանչնակ, որ թևերը ինչքան չար են եւ Աստծո ստեղծագործության եւ Աստծո թեմ տշնամությունով գաբրին եւ ամեն իրենց նպատակները գծարային ադորոս կտեսնեք մեգում կյանքի մեջ մդեր է գարձելով այդ օրինակը որ Տեր Հիսուս տված է որում մեջ կսե երբ թևը ելե մեգումը մեջ են գերտա անչրտի դեղեր գդարաբի եւ շատ կփապակի վերաթարնալ եւ իր դունը մտնել կգարձես որ ինքը մարդուն մեջ ապրելու համար շատ մեծ ուրախություն պիտի ունենար այո պիտի ուրախանար բայց ինչու ոչ թե որովհետեւ դուն կդավ բարձորեն ինչպես Սուրբ Օքին մարմինի միջոցով գարդահայտվի թևերն ալ գարդահայտվին մարմիններու միջոցով Սուրբ Օքին կյանք գարդահայտվի մարմիններու միջոցով թևերը չարչարանք դարաբանք անեցք եւ Աստծո գամքին հագարակ եղող որևէ բան որ միտպետ երբևէ անցած է այդ բաները գարդահայտվի եւ գրնաս երևակայել այս մարդու մեջ մտած է եւ այս մարդու մեջ մտնելով զինք Դարձուցած է վախի գետրոմը, բայց քերեզմաններու մեջ կաբրի, այս մարդը ինք զինք կվիրավոր է, ինք զինք կձեզ է, գաղաղ է, այսին փնական կյանք չունի։ Ինչու համար, որովհետև թևերը գուզեն ցույց տալ բադգերմ Աստծո բադգերին նմանությամբ եղող անցմը ինչքան
անմիտ, ինչքան դքեր, ինչքան քեշ յանք մգաբրի։ Բարձորեն նպատակն է ցույց տալ Աստծո պատկերին նմանության հանդեպ իր ողը, իր ադելությունը, իր չարությունը։ Ասե իրենց կետրոնացումը, հակառակ որ Սուրբ Օքին կետրոնացումը լման դարբեր է մեր յանքի մեջ կուզե յանք տալ, ներել, ողորմիլ, քուտ տալ, մարդուն վիճակը հոգի շունչ մարմին հասցնել դերմը, որ մարդը գրնա Աստծո փառքին բադիվելալ։ Եվ հետևաբար այս մարդը Հիսուս հարցուց անոր ովեստուն անիգա ասավ լեկիոն է մեր, որովհետև մենք շատ ենք եւ Հիսուսի աղաչեցին, որ զիրենք աշխարհեն դուրս չղրգե այնտեղ ուր իրեն սահմանված է, հաբա արդոնե որ խոզերու մեջ մտնե։ Խոզը հրյական մշակույթի մեջ ընդունված դեղ չէր, բայց որովհետև հրյական մշակույթի դուրս անտին իշխանությունը գդիրեր հոն հեթանոսական, ադոր համար իրենք դակավին խոզ գործածեին, բայց կուզես գիտնաս որ 2000 խոզ կար գսե հոն։ 2000 խոզ այսօր բավական մեծ գումար է։ Այն ադեն բավական մեծ գումար էր։ Ինչու համար այս խոզերը ուզեցին երթալ, այս թևերը ուզեցին երթալ եւ խոզերու մեջ մտնել։ Նկատի ունենալով իրենց ողը, ադելությունը, չարությունը, չարագամությունը եւ Հիսուսին իշխանությունը, որ գրնազ իրենք վրընդել, լրջորեն իրենք ռազմավարություններին։ Խոզերու մեջ կացին ագնթարթը չգրցան խոզերու մեջ մնալ։ Իրենց սովորականին համացան խոզերը դարին ինչի խեղդվելու։ Ինչու համար, որովհետեւ երբ խոզերը խեղդելու դարին նամակ մը փոխանցեցին այդ դեղի ժողովրդին, որբեսի Հիսուսին բերած հավատքի արիթը, փրկության արիթը մերժեն։ Այդ մարդը, որ թիվահար էր, ընդունեց Հիսուսին եւ գսե վրան հակված էր Հիսուսին հետ կգալեր դեղվին վրա, որ բոլոր մույսները, որոնք գդարաբեին, գվախնային, շղթայով գգաբեին, բայց չէին գնար զսպել, օրենքով պետք է ուրախանային, բայց թևերը նկատի ունենալով, որ հավատքի մարդիկ չեն, ընդհանրապես իրենց շահերուն բռնված են, անոր համարսին եկեք այս խոզերու մեջ մտնենք, խոզերը դանին խեղդենք, որպես այս քաղաքի մարդիկ Հիսուսի մերժեն։ Թեև այդ մերժումը ժամանակավոր աբես եղած էր, բայց ադիգա գադարեցին, որովհետև իրենք չար են։ Իրենց չարությունը շատ անգամ վերջավորություն չունի, շուտ կվերջանա, այսինքն շուտ վերջը կհասնի։ Բայց եւ այդպես ուրիշ միջոց չունին, այդպես ըրին, որովհետեւ դեղացիները կան եւ Հիսուսին ասեն հաջիս մեր կովեն քնաթում մեր գլուխին ցավես մեր շահերուն վնասես քանի օքի գիշե երբ Բողոսը կարոզեր եւ գուրքերու կորձերուն թեմ գտներ ինչքան գծեծեին ինչքան գհալածեին եւ միշտ նույնը եղած է ուր որ մտնեն գտեսնես գրոնականներն անգամ մինչեւ այսօր գրոնականները նույնիսկ քրիստոնյաները, որոնք գրոնական ցևով կմտածեն եւ ոչ Սուրբ Օքին գերբով, իրենց շահերեն մղված գահալացեն ուրիշ քրիստոնյաներ, գահագարագին, արաքելություններ, ծառայություններ գոդրելու վրա գլան, որովհետեւ Աստծո գամքին համացան չեն շարժիր, չեն ճանչնար, հապա կշարժին այն, ինչ որ մարդկային շահերու կապված է։ Եվ այդ դեղի մեջ թևերը գոկտվին։ Թևերը ասին եկեք այս խոզերը մերցնենք որբեսի քաղաքը եւ դեղացիները զինք մերժեն եւ եկան եւ ասին հաջիս կխնդրենք մեր շրջաններեն հերու կնա մենք քեզի չենք ուզեր նամակը չենք ուզեր որովհետեւ թե դու այս մարդը բժշկեցիր բայց մենք մեր շահերը կնախնդրենք այս մարդեն նայեցեք Աստված մարդը բրգելու համար կաշխատի թևերը եւ աշխարհիկները իրենց շահերուն համար կաշխատին ինչալ ըլլա իրենց նամակը եւ բարոնակությունը եւ այսպես շրջանը մերժեց հավատքը եւ հավատքի համար իրենց դրված արիթը Հիսուս չհարցուց որ դուք թիվային բաներ գնեք դուք հրյական օրենքին հագարակ խոզեր գաբրեցնեք եկավ ուղագի հավատք առաջարկեց եւ ես քիչ առաջ ասի որ հավատք առաջարկելը կարեւոր է որովհետեւ անոնք զորավորը լան ամեն տեսակ հագարակություններու թեմ տնել չէ բայց այս մարդիկը չգրցան արիթեն օկտվիլ չգրցան Աստծո գամքին համացայն հավատքը առնել եւ հավատքով շարժիլ ու քալել։ Անգետ կգտեսնենք հաջորդ պատմությունը, որ Հիսուս երբ լիջին նորեն մյուս կողմը անցավ, մեծ բազմությունը հավաքվեցավ իր շուրջ։ Լիջին եզերքը։ Եվ ահա դեղվույն ժողովրդաբեդներեն մեկը, որ Հայրոս կգոչվեր, եկավ Հիսուսի մոտ։ Հազիվ զայն տեսած, հազիվ Հիսուսին տեսավ, ինգավ անոր ոտքերուն արջև։ Եվ շատ գաղաչեր ասելով, աղջիկս մահամերձ է, եկուր եւ ցերկը թիր
անոր վրա, որբեսի առողջանա եւ ապրի։ Ասիկա ժողովրդաբեդ էր ժողովարանի վրա, այսինքն գրոնական համայնքին մաս կգազմեր, ժողովրդաբեդը լալով ժողովուրդ ամբողջ իրեն գիտեր, փարիսեցիները, գրոնականները, թբիրները, օրենքի ուսուցիչները բոլոր իրեն գիտեին, բոլոր իր մեգագնգալ էին, որ իրենց համոզումներով, իրենց դեսագետներով վարվեր ինքը Հիսուսի հետ, բայց ինքը լսելով Հիսուսի մասին եւ իր աղջիկին այսպես մահամերձ լալով պատճառալ դարձավ, որ չգարենա անդեսել Հիսուսի կարողությունը եւ իր հավատքով մոտեցավ, խոնարեցավ, ձունգի եկավ Հիսուսի առջև եւ աղաչեց, որ կա ցերկը մի ընտնե եւ աղջիկը լավանա եւ ապրի։ Եվ Հիսուս սավայով ու կամ։ Եվ մինչ ճամփուն վրա գերտային գին մգար, որ 12 տարի ի վեր արյունահոսութենե կդարաբեր։ Անիկա բժիշկներու ցերկեն շատ նեղություն քաշած էր, իր ամբողջ ունեցածը վատներ էր, բայց օգուտ չէր դեսած, ընդհակառակը հիվանդությունը ավելի վատ տարածեր էր։ Լսելով Հիսուսի մասին, ոչ Հիսուսի հետ կալած է, ոչ աստվածապանական դպրոց կացած է, ոչ մեկ բան ուներ, որ այսօր հավատացյալներս մենք ունենք, Միդյան, քարոզները, եկեղեցի, շարունակ Աստծո խոսքով սորվիլը, հավատքի, քաչալերագանի միջոցները, չորս կողմը հավատացյալները չուներ այս բոլորը։ Հավանաբար արիթով մը լսեց, վգայություն մը լսեց եւ Հիսուսի գադարած գործերուն հետ կապված բան մը լսեց։ Ամփոխին մեջ են, մեծ բազմության մեջ են։ Երբ մարդիկ կհրմշտգեին, այդքան շատ էին Հիսուսի չորս կողմը։ Հիսուսի բադիգարդներն ալ իրեն չէին գնար բռնել, այսինքն աշակերտները չէին գնար ամփոխին խջողումը եւ ջնշումը զսպել։ Բադիգարդ կսեն, որովհետեւ աշակերտները ճիշտ այդ մոդեցումով կմոդենային Հիսուսին, շատ մտեղերու մեջ կտեսնենք։ Եվ այս գինը գսե մտածեց, որ միայն երթամ եւ թփնամ անոր հակոստին եւ գսե եկավ անոր յետևեն եւ թբավ անոր հակոստին։ Բամը, որ արդեն ինքը ընելու հրամանչուն էր, որովհետեւ արունահոսություն ուներ, եթե գիտնային կկարգոծեին իրեն, օրենքին հիման վրա կթադաբարդեին իրեն, բայց այս գինը մոտեցավ, գսե յետևեն եւ թբավ հակոստին, գին մարդը թբավ դղա մարդումը հակոստին, այդքան նեղ վիճակի մեջ թբավ հակոստին, որբեսի բժշկություն առնե։ Այս գինը նույնիսկ չմտածեց, որ կա եւ աղոթք մնե։ Չմտածեց, որ հասնի Հիսուսին առջև եւ Հիսուսին ասե մեկ հատ ինձ աղոթե, ես հիվանդ եմ։ Չսավ։ Ինչ որ այս գնոջ մղեց, որ այդ քայլը առնե, հավատքն էր։ Գնոջ հավատքը իրեն ըսավ, որ Մովսեսական օրենքի եւ փարիսեցիներու օրենքի համաձայն դրվածը, որ օրինահոսություն ունեցողը չի գնար մարդոց մոտենալ, անդես է։ Ինք հավատքով մղվեցավ, որ անդես է այդ օրենքը։ Որովհետեւ օրենքեն մեծ փամմգարհոն հավատքը իրեն թելատրեց, որ այդ օրենքը կխախտվի, երբ օրենքեն մեծ մեկը գահոն։ Ամեն սկզբունք, ամեն վիճակ, ամեն պատճառաբանություն կխախտվի, երբ օրենքեն ավելի եւ պայմանները մեծը գահոն, որ Հիսուսն է։ Այս գինը աղոթք չուզեց, այս գինը որևէ գրոնական բան չրավ, սա միայն երթամ եւ թփչիմ։ Եվ գեղեցիկ ուր է, գիտեք, Հիսուս լուրջ ուներ։ Հիսուս լուրջ ուներ բամության համաձայն, Հիսուս լուրջ ուներ անցած դարձած է, միայն Սուրբ Հոգին լուր ուներ, եւ Սուրբ Հոգին ծածկած էր Հիսուսեն։ Չէր ասած Հիսուսին, հիմա մեկը պիտի կա գին արյունահոսություն ունի, քղանցքիդ պիտի թփչի։ Ճիշտ եմ, չկա այդպես բան, որովհետեւ Հիսուս փնտրեց վերջը ով էր իրեն թփչողը։ Սուրբ Հոգին սցենարիոմը հրավ, որովհետեւ վկայություն դրվի, եւ Հիսուս նամակը հասկացավ, որովհետև իրեն երբ շատ մարդիկ կթփչեին, կհրմշտգեին իրեն,
չսկաց, որ իր մեզ զորություն դուրս ելավ։ Բացի, երբ մեկը եկավ եւ հավատքով իրեն տվավ։ Սիրելիներ, հավատքի մասին կխոսիմ։ Անցդ քննե եւ ըստուկե հավատացյալները այսօր քաղճ հավատքի վիճակ ունին, պետք է խիստ հավատացյալ լան։ Այսօր երբ հավատացյալի հարցնեմ, որ գհավատաս որ դեր այսօր այս բանը բիտնե, ընդհանրապես 90% իրենց պատասխանները նեղութենե դուրս եկած պատասխան է։ Օ, ես հավատացյալ եմ։ Եթե հավատացյալ չլայ հոս չէի կար։ Բնավ կապ չունի հավատացյալը լալուց հետ։ Բնավ կապ չունի եկածիդ կամ չեկածիդ հետ։ Զորություն դուրս բերող հավատք ունիս։ Զորությունը Հիսուսին մեջ են դուրս քաշող, երբ Հիսուս տակավին լուրջ ունի։ Դուրս քաշող հավատքը ունիս, մշակես ամեն օր այդ հավատքը։ Այս ժամանակներուն մեջ հավատացյալները պետք ունին խիստ հավատքի, խենթ հավատքի։ Դրամապանուտենեն վեր եւ անթին եղող հավատքի։ Երբ հավատացյալներուն գնայիս իրենց հավատքին հետ միշտ զուգահեռ իրենց դրամապանությունը գկալե։ Դրամապանությունը միշտ արտոնությունը ստացած է հավատացյալներեն, որ այո կամ ոչս է իրենց հավատքի քայլերուն։ Բնավ չես նկատեր, որ իրենց դրամապանությունը մեկ կողմ դրված է, հավատքը շատ ավելի բարձր է, ինք հավատքով գկալե։ Որովհետև կրոնական մոտեցումները ասած են Աստված մարդուն խելք տված է, պետք է մտածես։ Ես չեմ տեսներ Աստվածաշունչի մեջ այդպիսի ոչ մգա, որ հավատքեց զիջիս կամ զիջումներն ես հավատքին թիմած դրամապանության շահին։ Հետևաբար այս գինը սիրելիներ մոտեցավ եւ թվավ քղանցքին։ Եվ Հիսուս տեղյակ չէր, բարձորեն սկաց զորությունը դուրս եկավ եւ ասավ ով տվավ ինձի։ Նայեցեք ինչքան արագ նամակը հասկացավ Հիսուս։ Մեկը իրեն տվավ իր մեզ զորություն դուրս եկավ, գուզեր քիտնալ ով է, որպես իրեն աբրիսս է։ Ինչս է։ Կովինից է որպես իրեն աբրիսս է։ Որպես իրեն աբրիսս է։ Ինչս ավ Հիսուս գնոջ։ Հանդիմանեց իրեն։ Գնոջ չեր գնարսել նայրդուն գին մարդես ուրիշ անգամ սկուշ ավելի կիդագից պետք է ելաս, ավելի քաղաքավար պետք է ելաս, կոնե քաս ինձի հարցնես, նախքան իմ մեջ է զորություն քաշես։ Այսօր եթե շիշ մչուրուն իս դունի մեջ քույրը եղբայրեն, եթե իր շիշեն խմե, քույրը եղբայրը իրար հետ վեճ գնա, իմ չուրես խմեցիր։ Հիսուսի մեջ են երկնային զորություն քաշեց դուրս։ Հիսուս իրեն գտնել ուզեց, որպեսզի աբրիսս է իրեն։ Աշակերտները մոտեցան շուտով այդ թիկնաբաները։ Ուզեմ այս նյութին մեջ կոնե թիկնաբա գոչել իրենց։ Հիսուսին յենի ասկան մարդ կա այմար 4 կոմդ քեզի գհր մշտեգե իմ աս հարցում ինչ հարցում է։ Ուգեպ է աս հարցում, նայր իրենց նայված կլման աշխարհիկ վիճակին մեջն է, հոն դարված էին խջողում են ժողովուրդեն, բայց Հիսուս ժողովուրդը խջողումը վրան հրմշտգելը ազդեցությունները փնավ իր բանը ինտերնետը չեր մարած դեպի վեր երկինքի հետ։ Հազիվ զորությունը դուրս ելավ ինքը ուղղակի ադորամացան շարժելու սկսավ, սավ ով տվավ ինձ, սա որովհետև ինձ մեզ զորություն դուրս եկավ։ Սավ զորությունը ինձի մեգումը հրելեն չի կարչելներ։ Ինձի հավատքով տպնալ են գելլե։ Տված ադենը ինչը սավ։ Պիտի լավը լամ հիմա։ Ես հիմա լավի դլամ։ Հիմա լավի դլամ։ Եվ ճիշտ այդ է մենք այսօր Հիսուսին հակուստը չենք կնար գտնել։ Մենք Հիսուսի խոսքերը զինք կգտնենք ուղագի։ Եվ որ համարը գարնենք, ասենք ես լավ բիդելամ, աս խոսքը ինձի ուղված եւ կգտնեմ այդ խոսքը իմ հավատքից միջոցով իմ մեջս։ Եթե լսեմ, անիկա բժշկությունս է։ Ոչ թե գրկնեմ, որովհետև ես բժշկվելու պետք ունիմ։ Լավ մտի գրեք։ Ոչ թե գրկնեմ, որովհետև ես բժշկվելու պետք ունիմ։ Ես լսեմ այդ ցայնը հավատքի միջոցով իմ մեջս դուրս խուկայս այդ ագնտարդ պիտի բժշկվիմ։ Ասեց ցևը։ Մարտիկ գուզեն հավատքը գոչեն, որովհետև գուզեն բժշկվիլ։ Հավատքը կբժշկե, երբ այդ հավատքի ցայնը քու մեջ է, քեզի գսե, որ ամեն ինչ որ ուզես պիտի առնես։
Մեջեդ պիտել է ոչ թե միտքդ պիտի գրկնե եւ ասե։ Անոր համար հավատքդ կործածելը կարեւոր է։ Եվ գինը վախցավ։ Ասե թողալով մոտեցավ, որ հիմա ապտակ պիտի բաժվի, իրեն պիտի զրգեն Երուսաղեմի մեջ փնագելեն, գիտի քարգոձեն այլևս ինչ պիտեն թողալով։ Հիսուս երբ դեսավ գինը, սավապրիս։ Երանե բոլոր դալ նույնը անեք։ Կանոք է դեսե։ Երբ մենք բժշկության ծառայության հետ կապված որևէ բաժին մանենք, ես միշտ հիշեցնեմ ներկաներուն, որ մի դարվիկ անցած դարձածին վրա մի գետրոնանակ, օրվան նյութին գետրոնացեք, որովհետև նյութեն է, որ հավատքիդ միջոցով զորություն դուրս կգա, համերաշխ եղեք իրարու հետ, մեկ հոգին գդարած ծառայությունը չի լուծեր ամեն հարց։ Թուն այդ բահուն ինչպես գնայիս, ինչպիսի հավատքով գնայիս, ադիգա է որ դարբերություն կբերե։ Ես ընդհանրապես ծառայության ադեն, երբ տեսնեմ արջևը Մեգում հետ կհաղորդակցիմ, ընդհանրապես կնկատեմ մարդիկ չեն աղոթեր, կամ թիդորտեն, կամ եթե իրենք բժշկության բեք չունին, այդ զգացումը չունին նստած ցանցրացած են, կամ գնային ինչ պիտելա, կամ կքննեն, կամ կքննադեն, շատ քիչեր հավատքի արտահայտություն գնեն։ Այդ բահուն ժամանակն է, որ մենք խոսքին համաձայն հրճագում ենք։ Եթե պիտի չլարալ, կսկսի ըլալ։ Այդ ժամանակ մեր հավատքի զորությամբ դուրս պիտի բերենք Տերոջ խոսքերը, հրճագումները։ Հետևաբար սիրելիներ, շատ կարևոր է որ մենք հավատքով շարժենք։ Հիսուս կսպասե մեզի ապրիսելու։ Քնա, քո հավատքը քեզ փրկեցավ։ Քնա, ապրիս։ Ինչը սավ դեր Հիսուս երբ 10 փորոտները բժշկեց, մեկ հատը եկավ շնորհակալություն հայտնելու։ Անոր ապրիսավ։ Մնացածը չեկան։ Երախտաբարդություն ցույց չտվին։ Եվ այս գնոջ հետ խոսելով ժամանակ անցնելուն հետ կապակցաբար կտեսնենք, որ հայրոսի դունեն մարդիկ կուքան եւ գսեն Վարտաբեդը մի հոգնեցներ, որովհետև աղջիկդ մեռավ։ Հիսուս գլսե։ Հիսուս գլսե, որ իրեն քեշ լուր դվին, իրեն հուսախապ ընող լուր դվին, իրեն գոդրող լուր դվին, իրեն ցավցնող լուր դվին, ինչ կուզես ավելցուր դագավին, հիշելով մահը ինչ կբերե մեգումը կյանքին, Հիսուս լսեց։ Հիսուս նկատի առավ, որ ինչ կրնա ըլլալ բադահի այս մարդուն հավատքին եւ իր հավատքի կայլին դիմաց իրեն ասավ միայն հավատա։ Ինչ ասավ իրեն։ Մի վախնար։ Միայն հավատա։ Բոլոր այդ լսածներդ բոլոր այդ մտահոգեցուցիչ հուսահատություն տվող բաներեն մի վախնար, միայն հավատա։ Նայեցեք ինչ գեղեցիկ է, միայն հավատա։ Միակ բանը հավատքը թողնելա։ Հետո չցկեց, որ ովևէ մեկը իրեն հետ երթապացի Պետրոսեն, Հակոբոսեն եւ անոր եղբորմեն Հովաննեսեն։ Եվ բոլորը միասին կացին Հայրոսը հավատաց։ Հայրոս հավատաց։ Եվ երբ դուն հասան, մարդիկը շարված էին, արդեն այդ աշխատող խումբը եկած էր, որ գուքան միայն մարդիկը լացնելու համար։ Այսինքն, եթե նոր բսագենալ ելած ես այս մարդոց երկերը, ցայները լսեսն է, լալու կսկսիս։ Այդ խումբն է, որ քեզի վստահ գլացնեք, արդես թաղումի արարողության, հուղարկավորության կարևորագույն բաժինն է մարդիկ բեկելան։ Հետևաբար ասոն գային, որբեսի լացնեն, մոդես, ձանոտես, օդարես, հոն եկար պետք է լաս, սուքի հոգի, մահվան հոգի, գապվածության հոգի։ Եվ Հիսուս եկավ առաջին անգամ ասավ, աղջիկը բարգած է, բամը չունի, իր վրա խնդացին, մեր շահին արգել քեզ տուն։ Ուր գե եկար տուն հիմա, ասում մեզի պիտի չվճարեն հիմա, որովհետև աղջիկը հարություն պիտի առնե։
Դիձաղեցան Հիսուսի վրա, Հիսուս իրենց դուրսը ցկեց, ներսը մտավ միան ծնողը եւ 3 աշակերտները եւ աղջիկին ցերկեն բռնեց, որբեսի աղջիկը հարություն առնե եւ աղջիկը արտնցավ, ոտքի ելավ, հարություն արավ, հավատքի միջոցով։ Մեզի դժվար գտվի, բոլորիս փորձառությունն ալ այդ մեկը լավ գիտե, երբ մեր մարդկայինով գնայինք, երբ հավատքով նայինք, մեր հավատքը բացատրություն կուտա, մեր հավատքը առաջնորդություն կուտա, մեր հավատքը հրաշք կուտա, եւ երբ որ մենք հավատք, հրաշք, զորություն, առաջնորդություն չենք առներ, մտահոգությունը, որ մեր վերը գաշխատի, փոխանակ մեր վարին պատասխանը առնե, մենք բահ մգենանք եւ դերոջ արչեւ աղոթքով ժամանակ անցնենք, մինչեւ որ այդ վերի ցայները մարին եւ վարի ներշնչումները արդահայտվելու սկսին։ Հավատացյալներուն խնդիրը այդ է, որ երբ իրենց վերի ցայնը լսեն, ադոր համացայն կշարժին, որովհետեւ վարը ամեն օր պետք եղա ցևով հանդիպումի մեջ չեն վարժեցներ։ Ամեն օր ժամանակ արդիրոջ հետ բարդականության աղոթմիներ իրեն հանդիպելու աղոթ կրե։ Ես անցյալ օրերը նույնը կգրեի, որ հարաճիգային պիտի բաժնեմ ցեզի ամսական օրաթերթերուն միջոցով, ամսաթերթերուն միջոցով եւ գվերապերի, որ Աստված մեզ իրեն ենթակա ընող հնազանդություն չուզեր, հաբա հարաբերություն ուզե։ Աստծո փուն նպատակը մեզի իրեն ենթարկել չէ որևէ ցևով, հաբա մեզի հետ մտերիմ հարաբերություն ունելը։ Մտերիմ հարաբերությունը Աստծո հետ ամեն բանի պատասխան է, ամեն բանի լուծում է։ Ամեն գերբով, ամեն դեղի մեջ։ Անկարելի է, որ այդ մտերմության մեջ են բաներ վրիբին։ Միայն մեր մարդկային դգարություններում մեջ գտնվելով, մեր դրամապանություններում մեջ լալով կրնան գտնվիլ արգելքներ։ Պետք է այս իրականությունը, որ այս գլուխի մեջ տեսանք, հավատքին զորությունը, Հիսուսի մոդեցումը հավատքի նկատմամբ մեր ներկա ժամանակներում մեջ գենթանացնենք։ Այդպես թող չլա, ինչպես գրոնականները շատ անգամ գսեն, ադիգա 2000 տարի առաջ էր։ Աստվածաշունչը գսե Հիսուս 3 այսօր եւ ավիդյան նույնն է, ինչպես գսես անիգա 2000 տարի առաջ էր։ Գսեն անցյալին Հիսուս Երուսաղեմի Իսրայելի մեջ կգալեր։ Հիմա գսե Աստվածաշունչը, որ քու մեջը դե Սուրբ Հոգին, որ հավասար է անոր եւ դա գավի նույնն է, պետք է նույնը ընե։ Այսինքն այդ ինչ որ թուն գսես գրոնական է, իրական չէ։ Գրոնական է եւ միայն սատանային կամքը կդարե։ Հետեւաբար ես եւ դու պետք ունենք այդ հավատքը կենթանացնելու, այդ հավատքը ապրելու մեր առօրյային մեջ։ Շատ անգամ դժվար է, որովհետեւ շատ վարժված ենք աշխարհին նմանությամբ ապրելու։ Բայց շատ ժամանակ չարներ մենք շուտով կսկսենք հոգեվոր ապրելու։ Ամեն։